Ինչ տրամաբանությամբ են նյարդաբանները նշանակում դեղորայք, ինչպես է աշխատում նյարդային համակարգը եւ տարբեր հիվանդությունների ժամանակ ինչն է խախտվում։ Այս հարցերի պատասխանները նևրոլոգիկայի այսօրվա թողարկման մեջ։ Բաժանորդագրվեք Dr. Strom YouTube ալիքին հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Նյարդային համակարգը աշխատում է կենտրոնական նյարդային համակարգի, այսինքն գլխուղեղի եւ ողնուղեղի միջոցով դեպի ծայրամասային նյարդային համակարգ, այսինքն ձեռքերի, ոտքերի եւ մյուս օրգանների նյարդային վերջավորություններ հաղորդվող ազդանշանների, իմպուլսների միջոցով։ Դա նման է հոսանքի աշխատանքի։ Այդ աշխատանքը կարգավորվում է համապատասխան քիմիական նյութերով, որոնք կոչվում են նեյրոմեդիատորներ կամ նեյրոտրանսմիտերներ կամ նեյրոհաղորդիչներ։ Դրանց քանակը շատ է, մի քանի տասնյակ, սակայն կան հիմնական 7 դերակատարներ, որոնց իմանալը շատ կարևոր է նյարդային համակարգի տրամաբանությունը հասկանալու համար։ Սկսենք պայմանականորեն ակտիվացնող նեյրոմեդիատորներից։ Դրանցից առաջինը գլյուտամատն է։ Գլյուտամատը նյութ է, որի միջոցով նյարդային համակարգում տարբեր բջիջների միջոցով հաղորդվում են դրդման, այսինքն նյարդային բջիջը աշխատացնող ազդանշաններ։ Եվ գլյուտամատի աշխատանքով է պայմանավորված տարբեր տեսակի հիվանդությունների առաջացումը։ Օրինակ, երբ գլյուտամատի քանակները շատ են, կարող են առաջանալ գրգռման ռեակցիաներ, փսիխոտիկ ռեակցիաների պես անգամ։ Գլյուտամատային համակարգի ընկճումը տեղի է ունենում տարատեսակ էնցեֆալիտների ուղեղի բորբոքային հիվանդությունների դեպքում, եւ այս դեպքում մարդը լինում է խիստ ընկճված, ընդհուպ մինչև կոմայի վիճակի կարող է հասնել։ Մյուս դրդող նեյրոմեդիատորը բոլորին քաչայտնի դոպամինն է։ Դոպամինը սովորաբար ընդունված է ընկալել որպես հաճույքի եւ պարգևատրման զգացման նեյրոմեդիատոր, սակայն նրա ֆունկցիաները ավելի շատ են։ Դոպամինը պատասխանատու է նուրբ շարժումների կոորդինացիայի, մեր վարքի, մեր գիտակցության տարատեսակ դրսևորումների համար։ Եվ դոպամինի քչացումը կարող է բերել օրինակ Պարկինսոնի հիվանդության եւ Պարկինսոնիզմի, իսկ դոպամինի շատացումը ընդհուպ միջև փսիխոտիկ ռեակցիաների։ Պայմանականորեն 3-րդ եւ 4-րդ նեյրոմեդիատորները նորադրենալինը եւ ացետիլխոլինն են, որոնք կապված են նաեւ դոպամինի հետ։ Նորադրենալինը սիմպաթիկ նյարդային համակարգի միջնորդանյութն է, ացետիլխոլինը պարասիմպաթիկ նյարդային համակարգի։ Ինչ են դրանք պարասիմպաթիկ եւ սիմպաթիկ նյարդային համակարգերը։ Բացի ինքնակամ կառավարվող նյարդային համակարգը, բացի գործողությունները, որոնք կամային են, կա ներքին օրգանների աշխատանք, էմոցիոնալ ռեակցիաներ, որոնք կապված են ինքնավար կամ ավտոնոմ նյարդային համակարգի հետ, որն էլ ունի երկու բաժին՝ սիմպաթիկ նյարդային համակարգ, որը ավելի շատ ակտիվացնող եւ մոբիլիզացնող է, եւ պարասիմպաթիկ նյարդային համակարգ, որը ավելի հանգստացնող բնույթ ունի։ Եվ ահա սիմպաթիկ նյարդային համակարգի միջնորդանյութը նեյրոմեդիատորը նորադրենալինն է, որը առաջանում է դոպամինի քայքայման հետևանքով քիմիական ռեակցիայի արդյունքում, իսկ ացետիլխոլինը պարասիմպաթիկ նյարդային համակարգի միջնորդանյութն է, որի քանակները եւս կարգավորվում են դոպամինով։ Օրինակ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց մոտ քիչ է դոպամինը, ունենում են նաեւ ացետիլխոլինի քիչ քանակ, որը հանգեցնում է փորկապության, հիշողության վատացման եւ տարատեսակ այլ ախտանիշների։ 5-րդ նյութը, որը եւս քաչայտնի է, սերոտոնինն է։ Սերոտոնինը հաճախ սխալմամբ անվանվում է երջանկության հորմոն։ Իրականում երջանկությունը բարդ նեյրոքիմիական, հոգեհուզական գործընթաց է, որը ճիշտ չէ կապել մեկ նյութի հետ։ Սերոտոնինը առավելապես պատասխանատու է արգելակման գործընթացների համար։ Իհարկե հենց արգելակումն էլ կարևոր է, որպեսզի մենք գնահատենք պահը, որպեսզի նյարդային համակարգը ստանա իրեն անհրաժեշտ հանգիստը։ Եվ այս առումով է այն մասնակցում երջանկության եւ բավարարվածության ռեակցիաների առաջացմանը։ Նախավերջին ուզում եմ խոսել գամմա ամինակարակաթթվի GABA-ի մասին, որը շատ կարևոր նյութ է։ Այն ուղղակիորեն փոխկապակցված է գլյուտամատի հետ, գլյուտամատը տալիս է ակտիվացում, GABA-ն տալիս է արգելակում, եւ այս նյութերի նուրբ հավասարակշռությունն էլ բերում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքին։ GABA-ի վրա են ազդում մի շարք դեղեր, մասնավորապես քնաբերները, մասնավորապես տագնապամարիչները։ Եվ GABA-ի աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի նյարդային համակարգը գործի սահուն եւ ներդաշնակ։ Եվ 7-րդ գլխավոր դերակատարը հիստամինն է։ Հիստամինը նյութ է, որը պատասխանատու է ախորժակի, ալերգիկ ռեակցիաների, ագրեսիայի, տագնապայնության համար։ Ահա թե ինչու հակահիստամինային շատ դեղեր, ինչպես օրինակ առաջին սերնդի հակաալերգիկները, կարող են առաջացնել քնկոտություն կամ ախորժակի անկառավարելի բարձրացում։
Նյարդաբանի համար շատ կարևոր է իմանալ այս բոլոր նյութերի աշխատանքը, քանի որ այս նյութերի աշխատանքով է պայմանավորված նյարդային համակարգի գործունեությունը եւ տարբեր հիվանդությունների ժամանակ դրսևորվող ախտանիշները։ Ինչպես նաեւ դեղորայքը տարբեր ձևերով է ազդում այս նյութերի վրա, նյութերը ունեն թե առանձին ազդեցություններ, թե մեկը մյուսին կարող են ակտիվացնել կամ լռեցնել, այնպես որ նյարդաբանական դեղորայք ընդունելը կատակ բան չէ։ Մի զբաղվեք ինքնաբուժմամբ եւ վստահեք այնպիսի մասնագետների, ովքեր գիտեն տարբեր հիվանդությունների բուժման նրբությունները։ Ինչպես նաեւ մի մոռացեք բաժանորդագրվել Doctors Room YouTube-յան ալիքին մեր հետագա թողարկումները բաց չթողելու համար։ Կհանդիպենք։